Պարոն Միքայելյան, նախ ընդհանուր ոնց եք գնահատում քարոզարշավի ընթացքը, մարզերում շրջում եք քաղաքացիական պայմանագրի վարչապետի հետ ձեր տպավորությունները որոնք են։ Շատ բարձր ձևով ընդունում են։ Մարզերում շատ լավ է, շատ դաժե պատկերացումներն շատ մեծ են, որ չենք պատկերացնել, բայց մարդիկ ընդունում են շատ նորմալ կնեդի թեմա Դուրսներում տանենք մեծ հաղթանակ։ Պարոն Միքայելյան, տեսնում եք ամեն օր ձայնագրություններ են հրապարակվում ընտրակաշարքի վերաբերյալ, ինչպես են մարդկանց փորձում գումարով տանել ընտրատեղամասեր, այդ թվում պատերազմի մասնակիցների նկատմամբ հավանաբար լսած կլինեք, ինչպես են արտահայտվում տուժածների Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, որ փողով ուզում են տանել հանդիպման, այս երևույթը ոնց կգնահատեք։ Տենաս երկրի խորքից պետք է երկրի ծանոթանաս մենք պատերազմ ենք անցել ամեն ինչ դեպքում պատերազմ ու այսօրվա մեր գերնպատակը որ գնանք դեպի խաղաղության սահմանազատը տարբեր բաներ են գոռում գոչում այս կանենք արոյի թարին 20 տարի յանքին ղեկավարում երկիր քանդին քանդու քարափարին Իմել եկեց միշտ ասում եմ սատանիկ սրբիշոր հոգե եկել են մտել են ժողովրդի մեջ կասենք բրկենք մենք այսօր տեխելոք լինենք ժողովրդին չկարողանան ապակողնորոշեն որտեղ ես ուրիշ ճանապարհ չեմ տեսնում ես գիտեք 80 թվականից մինչև այսօր կամ ասեմ ռազմաքաղաքական այս գործերին մեջ եւ դի մենք կերվոներս մեր կաշվի վրա ենք զգացել խաղաղության գինը մենք հասկանում ենք ինչ է ամենամեծ խաղաղություն հիմա պատերազմ անցած տագեն զինվորը մարտիկը որտեղ այն դժվարություններ որ տարել են կենքան նգերներ են զորված այսօր դի հասկանանք այդ ճոռոմ խոսալով չելի այսօր մատինս հանգրվանի ենք հասել որ խաղաղություն արդեն դրվա որտեղ ես 38 տարի արդեն ես շարժման մեջ եմ առաջ անգամ որ հստակ մի բան ա դրում ինքա դրում խաղաղություն Այն տարիների ընթացքում գիտեք 80-ից եկած ինչ եղավ հետո ազգային խփին հետո այս Քոչարյանի տանցարը չեկավ ասած անհայտության մեջ ենք ելել 38 տարի ոնց է ասել ենք վաղը լավ կլինի եկել է մի խնդրեմ էլի սարքի այս տարից մենք դուրս գանք մեր ժողովուրդը դուրս գա որ խաղաղ ապրի մեր երեխեք պատերազմ չտինան Εμի գոնե այսքան ինչ ունենք Սահմանազատում անենք եկանք վերջնական խաղաղության պայմանագրի ես համոզված եմ 100%-ով մեր երկիրը զարգանա մի այլ ձևի Օրինակ ընդդիմադիրները ձեզ ասում են, որ սա լավ խաղաղություն չէ, երաշխավորներ են պետք, ժամանակավոր է, նախընտրական ինչ-որ շոու է, սա ինչպես կմեկնաբանեք։ Մենք այս 8 տարիների ընթացքում չենք բանը, մենք եկել ենք մեր արածով Հասկանում եք ժողովուրդը տեսնում է, այդպես չի որ ժողովուրդ չկա, ժողովուրդը արկածեր է, այդ խաբելուն ամեն ինչին։ Մենք չենք եկել խոստումներով, այլ ոնց որ եկել ենք այդ 8 տարվա մեր արած գործը դնենք ժողովրդի դատին։ Ժողովուրդը պետք է որոշի, ժողովուրդը լավ է հասկանում ու գիտակցում ինչա կատարվում։ Այսինքն իրանք են խաղաղության տերը, որ եկանք այսօրի հասանք։ Դրա համար դի խելոք ենք, ժողովուրդ ջան, դի հասկանանք իրավիճակի լրջությունը Եվ այս վիճակից դուրս գանք, որտեղ արդեն ոնց որ տեսանելի է այդ ամեն ինչը։ Մենք բար ժողովուրդ ենք, հասկանում եք, ազգեն մի հատ լավ խոսք ուներ սպարապետած մեզի ժանգը ներսից ավտում։ Բայց այսօր ես համոզված եմ, որ ժողովուրդը ստապվել է ուշքի եկե, հասկանում եմ մենք ուր ենք տանում։ Չենք եկե գլուխ գովանք զենք կոնենք, առածով եկել ենք, մեր առածը դատի ենք դնում ժողովուրդը։ Պարոն Միքայելյան, նաև օրինակ շատ են մեղադրում այդ Ղարաբաղյան հարցում տեղի ունեցածի հետ կապված ձեր իշխանությանը մեղադրում են Ղարաբաղը հանձնելու մեջ այս հարցը շահարկում են ընդդիմադիրները, ասում են մենք հանք իշխանության, այս օրինակ Սամվել Կարապետյանն ասում էր իմ կապերով ինչ-որ հարցեր կլուծեմ, այդ ինչ կապեր են ձեր կարծիքով ու այս մեղադրանքներին ոնց եք դուք վերաբերվում։ Իհարկե կապը նրանց Ռուսաստանն է եւ եթե վերցնենք, վերլուծենք, ինչ եղավ Ղարաբաղում։ Ռուսաստանի Դաշնությունը խաղապար զորքը մտավ Ղարաբաղ խաղապար զորքի գործունեություն որն է, որ երկու ազգի մեջ կայնի ընդհանուր չլինի մինչև բանակցային ընթացքում կարգավորվի։ Ես կարամ ասեմ, որ
Ռուսները էս Պուտնոսի մեջ Ղարաբաղ տարան տվին ադրբեջանցիք, որովհետև բոլորիս պարզա ու տեսանելի։ Եվ այսօր այդ նոր խաղաղություն բերողները այսօրվա ընդդիմությունը նախորդ իշխանությունն է, նախորդ իշխանություններն են, որ 20 տարի իշխել են այս երկրում, խաբելով, քցելով, ալան-թալանով դա տել մեկ ինչեր են տարել։ Ինչ վայելի Համեն կորցրինք, համել այսօր էլ եկել են մեն ես մի կտոր հորնել չկարանք պահենք տանք մեր երեխեքին այդ հանք ցեղասպանվենք ես միշտ ասել եմ կամ մի ուժ որ ուզետեց բանանի մենք ընդ ենք մենք մի սահման ենք այսօր ենք սահման այսօր պիտի տալցենք ու խելոք ենք ու ժողովրդին ես համոզված եմ որ 100% այն մեծամասնությունը պատկերացնում է Թե ունենք տանում մենք ժողովրդին։ Վերջ-վերջս երկրում դու խաղաղություն պատկերացնում եք, դժվար է, եկի մեր երեխեք թողնելու եկան։ Գոնե հաստատի պատմողականորեն բոլոր սերունդները մեր ազգին կռվել են։ Գոնե մի հատ խաղաղ երկիր տանք մեր Կարողացել եք հանրությանը բացատրել իրականում ինչ տեղի ունեցավ այդ պատերազմի ժամանակ եւ ինչպես եղավ բացատրում են, ոչ չեմ կարողանում բացատրում են։ Հաճախ վարչապետին մոտենում են այդ մեղադրանք հնչեցնում են, տպավորում են ինչ որ մի հատվածի ամեն դեպքում թունավորել են։ Իրանց հարած գործում են տանեն ուրիշի վրա։ 20 տարի էս ամեն ինչ կար, էս պայմանագիրեր, չգիտեմ, ամեն հարցերում թող անին։ Այն ժամանակ որ մենք հեզուրինք 99 թվին Վազգենին խփին էս ամեն ինչն էսի հենց 27-ի դեպքն էր որը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք այդ արյունոտ օրերն այդ ժամանակ են սկսվել եթե Վազգեն կենթանիների նման բան չէ բայց այսօր լրվել ծանոթ է գիտեն հեսա ժողովուրդը լվերզանություն ես չեն սիրում ընդհանրապես Կամ ինքն չէ տեխնացուն դրե ինչ կանի։ Ես լինեի պատերազմ չեր լինի, ես կամ, չգիտեմ, Ղարաբաղի հետ կապված խոստումներ տալի, այդ Ղարաբաղի ստեղծագործողներին էլ անեկդոտպես դու կարել ես ասի։ Ասելու ոչի։ Մեր առածը տեսանելի է, հասանելի է ժողովրդին։ Մանրանամ ես ճանապարհների վերանորոգում ընդհանուր 500 մանկապարտեզ 300 դպրոց տարբեր բնակավարներում բանակի արդիականացում է վաղը կտենակ էլի ծանոթին կերևա կտենան ինչ մենք պաշտպանում ենք պաշտպանողական բանակ մենք հարձակողական չի բայց ամենուր մենք պաշտպանում ենք մեր պետության վրա որ չհարձակվեն Այսօր ով քանի զարթմոս մեթան փրթեմ, կդրեմ, ջարդեմ, բայց տեսել եք, էլ տաս դայել եք, տեսել, պատերազմ դաշտում եք տեսել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար